Ողջույն հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերն է, ես Գառնի Մութաֆյանն եմ, կարևորը նախ համառոտ։ Իրավապահները մտել են ուժեղ Հայաստանի Ավանի գրասենյակ, կան բերման ենթարկվածներ։ 7 հայ գերիների ընտանիքներն ու փաստաբանները դիմել են ՄԱԿ-ին, ինչ են պահանջում կառույցից։ Շահին Մուստաֆայևը Հայաստանում է, ինչու է ադրբեջանցի պաշտոնյան Երևանում։ Ջերմուկի տասնյակ հազարավոր շշերի վաճառքը կասեցվել է, իսկ պատճառները մինչև վերջ չեն բացահայտվում, տեխնիկական խնդիր, թե ավելի լայն գործընթաց։ ԱՄՆ-ն կրճատում է ռազմական ներկայությունը, բայց մեծացնում է քաղաքական ազդեցությունը, ինչ է փոխվում տարածաշրջանում եւ ինչ դեր ունեն Իրանն ու նոր տրանսպորտային նախագծերը այս գործընթացում։ Իրավապահները մտել են ուժեղ Հայաստանի Ավանի գրասենյակ, խուզարկել, կան բերման ենթարկվածներ։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ ընտրակաշարք ստանալու եւ բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալել են մի խումբ անձանց, իսկ հետախույզ գնդապետ Արթուր Ավանեսյանը կանդազը հացադուլ է հայտարարել։ Ադրբեջանում բանտարկված հայ պատանների ընտանիքներին ներկայացնող միջազգային փաստաբանները պաշտոնական դիմում են ներկայացրել ՄԱԿ-ի կամայական ազատազրկման հարցերի աշխատանքային խմբին, պահանջելով նրանց անհապաղ եւ անվերապահ ազատարձակումը։ Արցախի միությունը հայտնել է, որ ապրիլի 24-ին հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը ներկայացված դիմումը պահանջում է չեղյալ հայտարարել այդ անձանց նկատմամբ կայացված դատավճիռները, պնդելով, որ դրանք միջազգային իրավունքի կոպտագույն խախտումների հետևանք են եւ ունեն կամայական բնույթ։ Դիմումը պահանջում է ՄԱԿ-ի կամայական ազատազրկման հարցերով աշխատանքային խմբից տալ պաշտոնական եզրակացություն, որով պատանդներին ազատությունից զրկելը կճանաչվի կամայական, կոչ անել նրանց անհապաղ ազատ արձակել եւ պահանջել փոխհատուցում ազատությունից տևական ու անօրինական զրկելու պատճառած վնասի համար, պահանջել հնարավորություն աշխատանքային խմբի ներկայացուցիչների համար այցելելու Բաքվի բանտում գտնվող հայ պատանդներին մինչև նրանց ազատ արձակումը։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ հայտարարել է, որ Բաքվում պահվող հայերի թե առողջական վիճակի, թե մյուս բոլոր հարցերի վերաբերյալ աշխատանքները մշտապես ընթանում են։ Արտգործնախարարությունը հաստատել է, որ Հայաստան է ժամանել Ադրբեջանի պատվիրակությունը փոխվարչապետ Շահին Մուստաֆայևի գլխավորությամբ։ Այսօր վաղ առավոտյան Զվարթնոց օդանավակայանում վայրեջք է կատարել ադրբեջանական կառավարությանը սպասարկող բորդը։ Հիշեցնեմ, Մուստաֆայևը գլխավորում է սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովը։ Օրակարգը դեռևս հայտնի չէ։ ABC մեդիան մոտ 2 տարի առաջ ռեպորտաժ էր պատրաստել Ադրբեջանի փոխվարչապետի մասին, զրուցել Մուստաֆայևի հայրենի ուսուցչուհու դասընկերների հետ, ընթերցել Հայաստանի մասին նրա շարադրությունն ու ծանոթացել ձեռագրերին։ Դիտենք ռեպորտաժը։ Իջևանից Ջուջևան 172 կիլոմետր, Google Map-ը մոտ 50 կիլոմետրանոց ճանապարհն արդեն այս կերպ Ալավերդիով է առաջարկում։ Մեր մշտական ճանապարհը քարտեզն արդեն համարում է ադրբեջանական։ Երկրի ղեկավարն ասում է, այլընտրանքային ճանապարհներ կկառուցեն։ Երբ, ինչ ժամկետներում, չգիտենք։ Բայց այդպիսի մի օրինակ ունենք Խոտ գյուղից Որոտան, 4-րդ տարին է իշխանությունը չի ավարտում շինարարությունը։ Բայց դրա մասին հետո, մի քանի օր Տավուշի մարզում էինք, դեռ երթևեկում էինք սովորական ճանապարհով։ Ինչ կկատարվի սահմանագծումից հետո դժվար չէ կռահել։ Ինչու հիշեցինք քարտեզը։ Պարզապես ճշտում էինք Իջևանից Ջուջևան հեռավորությունը, որպեսզի հասկանանք, թե Ադրբեջանի փոխվարչապետ Մուստաֆայևն իր ծննդավայր Ջուջևանից որքան ժամանակում կհասնի Հայաստանի ներկայիս ղեկավար Փաշինյանի ծննդավայր։ Չէ՞ որ սահմանագծման իրավունքով մոտենում է հին տներին, որտեղ ծնվել ու մեծացել է։ Մի երկրում փաստացի ղեկավարը տավուշցի է, իջևանցի, մյուս երկրում ղեկավարը ուղղակի երկրորդ մարդը, փոխվարչապետն է ծննդով տավուշցի, մասնավորապես ջուջևանցի, որն այսօր սահմանագծման քարտեզները վերցրած տանտիրոջ իրավունքով է մոտենում տավուշին։ Իսկ մյուս իջևանցի ղեկավարը որպես հյուրասեր ազգի ներկայացուցիչ սկուտեղով տարածքներ է փորձում նվիրել համերկրացում։ Փաշինյանի մասին շատ է խոսվել, պատմենք Ադրբեջանի փոխվարչապետ Շահեն Մուստաֆայևի մասին։ Ջուջևանի միջնակարգ դպրոցն է այստեղ է սովորել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆայևը։ 8-ամյա կրթություն է ստացել, ապա տեղափոխվել նոյեմբերյան, ավարտել դպրոցը, իսկ հետագայում սովորել Երևանում տնտեսագիտական համալսարանում։
Այս տեղեկությունին պատմում է, որ Շահին Մուստաֆայևը հայերեն սովորել է շատ լավ։ Իսկ հետո գնացել Բաքու, իսկ հիմա փորձում է վերադառնալ տանտիրոջ կարգավիճակով։ Սահմաններ են գծում ի օգուտ Ադրբեջանի։ Ադրբեջանի փոխվարչապետ Շահեն Մուստաֆայևը ծնունդով ջուջևանցի է։ Ունի 3 քույր, որոնց հետ սովորել է հենց այս դպրոցում։ Գյուլնարան 8-րդ դասարանում քննության նախապատրաստվելիս գրատախտակի վրա նախադասություն թելադրեցի եւ Հայաստան բառը մեջ կար ու նա գրեց փոքրատառ։ Այն դեպքում, երբ Գյուլնարան հիանալի աշակերտուհի էր, լավ սովորող աշակերտուհի էր եւ հնարավոր չէր, որ նա չիմանա, որ Հայաստանը երկրի անուն է։ Ես հարցրի, ասի Գյուլնարան, սխալ չունես գրատախտակին։ Չէ։ Նոր էին սովորում հայոց ցեղասպանության մասին դասը։ Գյուղի մեկ այլ աշակերտ Հասմիկը թուրքյան փոքրատառով էր գրել։ Սա վիրավորել էր Մուստաֆայևի քրոջը, Գյուլնարային։ Ես ասացի Գյուլնարա, ես գիտեի, թե ադրբեջանցի ես դու։ Թուրք ես եղել դու։ Ասացի Գյուլնարա, այն ջուրը, այն աղբյուրը, որտեղից ջուր ես խմում, մի պղտոր է, չի կարելի։ Ի տարբերություն քույրերի, որոնք մանկուց ընդգծել են իրենց հակահայ վերաբերմունքը, Շահեն Մուստաֆայևն ավելի զուսպ է եղել, գուցե նաև դիվանագետ։ Դպրոցական տետրում գրված շարադրություններն էլ են խոսում այդ մասին։ Հայրենիքից յուրաքանչյուր թիզ հողը ողողված է անմեղ մանուկների, ծերերի արյամբ, բայց հայ ժողովուրդը ամեն անգամ նվաճողներին դեմ է տալիս իր կուրվահանը, պաշտպանվում, կենաց ու մահու պայքար է մղում եւ ի վերջո հաղթանակում դա Աստված։ Ընտանիքի մայրն իր վրա է վերցրել երեխաներին որպես հայրենասեր ադրբեջանցի մեծացնելու պատասխանատվությունը։ Քույրերն ավելի կտրուկ են վերաբերել հային ու Հայաստանին։ Մուստաֆայևը կարողացել է զսպել էմոցիաները, մտածել, իշահ Ադրբեջանի ու լռել։ Նա կանգնեց իր ժողովրդի թիկունքում, ասում եմ, մեզնից յուրաքանչյուրը պետք է իր ազգի համար այդպեսին նվիրյալ լինի, ինչպեսին որ նա իր ազգի համար։ Մուստաֆայևը դպրոցն ավարտել է նոյեմբերյանում, ոսկե մեդալով, գիտելիքների հսկա պաշարով, հատկապես հայագիտության վերաբերյալ, բայց հայասեր լինելու վերաբերյալ խոսք անգամ լինել չի կարող։ Չեմ կարծում, որ հայասեր, որովհետև տեսնում եք ինչ է տեղում, ես հույս չունեմ, որ նա հոգուտ մեզ որևէ բան անի։ Այ այդ առումով եմ ասում։ Հոգուտ մեզ նա որևէ բան անի, չեմ հավատում։ Ինչքան ուզում է Շահեն լինի, թուրքը մնում է թուրք։ Մանկապարտեզից մինչև համալսարան, Գառնիկն ու Գարիկը 2 տասնամյակից ավելի ճանապարհ են անցել Մուստաֆայևի հետ։ Ազգային հողի վրա վեճեր չեն հիշում, լռել է։ Նա կարդում էր հատկապես հայոց պատմություն, սերտում բոլոր դասերը, անգամ գիշերը չքնելու հաշվին։ Շատ էր սիրում պատմություն կարդալ հայկական, շատ էր կարդում։ Տենց գրք չկար որ չկարդար։ Հայկական ուղղագրությունը սաղից լավ էր գրում։ Շատ լավ էր։ Հումանիտարը շատ լավ էր ինքը։ Շահենը 4-րդ դասարանում էր։ Եկել էր դասի եւ այսպես աչքերը կարմրած, տեսակ այսպես թարթելով անընդհատ։ Ասի Շահեն ջան, այս ինչ է եղել, այս վիճակին։ Թե ընկերանուշ քշերը քնել չեմ։ Ասի թե որովհետեւ ասա հայոց բերդը ես կարդացել չէի։ Այն Գարիկը, Անդրանիկը բանը, Գառնիկը բոլորը կարդացել էին, ես չէի կարդացել։ Գիշերը նստել եմ ամբողջ վեպը կարդացել։ Շշուկներ են պտտվում, որ այժմյան փոխվարչապետ Մուստաֆայևը անձամբ է ելույթ ունեցել հենց այստեղ, Ազատության հրապարակում Արցախյան շարժման հենց սկզբի օրերից։ Լավ իմանալով հայերին ու պատմությունը, առավելապես անձամբ է ընդգծել, որ Արցախը Հայաստանինն է ու հայկական, բայց այսօր ոչ միայն ճշմարտությունն է մոռանում, այլև սեփական անունն է փոխել։ Այո, իր անունը, իսկական անունը անձնագրով Շահեն։ Մուստաֆայև Շահեն Աբդուլլա օղլու։ Երբեմնի ընկերը Մուստաֆայևի կյանքի ընթացքին այսօր էլ է հետևում։ Կոռուպցիոն գործերում շրջանառվում է Մուստաֆայևի անունը։ Մեյդան TV-ով էր գրած, որ տղեն իր տղան Աբդուլլա անունը։ Նա սովորել է Անգլիա, կարծեմ Օքսֆորդում է սովորել, չգիտեմ։ Ու նրանից հետո բիզնեսների վերաբերյալ էր գրած։ Թուրքիայում բիզնես ունեմ։ Ուզում եմ ասեմ, այդ թեմաներով ես նայել եմ իր վերաբերյալ ինչ կա Ադրբեջանում ընդհանրապես։ Ուսանողական տարիներին իմ հետևում գտնվող տներից մեկում է ապրել Մուստաֆայևը։
տնտեսագիտական համալսարանում այն ժամանակվա Ժող ինստիտուտում էր սովորում։ Հավանած աղջիկն էլ բժշկական համալսարանի ուսանող էր, Վանաձորից։ Մուստաֆայևի հեռանալուց հետո նրանք հանդիպումները շարունակել են Թբիլիսիում, մինչև վերջնական բաժանումը։ Ասում են Մուստաֆայևը ամուսնացավ 4 հաշվարկով։ Կինը կորած մարդ չէ, այլ Մեհրիբան Ալիևայի մոտ բարեկամուհին։ Ուսուցչական կազմադպրոցում իսկ գյուղացիները գյուղում երբևէ որևէ տարբերություն չեն դրել երեխաների միջև։ Ընտանիքին մեղմ ասած լավ են վերաբերվել, հեռանալուց անգամ հրաժեշտի արարողություն են կազմակերպել։ Ուտացրինք, խմացրինք եւ ցավով ճամփուդրինք նրանց դեպի իրենց հայրենիքը։ Բա մենք այդպես ենք վարվել իրենց հետ, ու իրենք այդպես են վարվում մեզ հետ։ Դե ասա։ Ճանապարհելուց հետո աշակերտները փախել էին դպրոցից։ Ուսուցչուհին շտապել էր նրանց հետևից ու Ադրբեջանից վերադարձող հայեր տեսել։ Այդպես են ուղարկել Վարդաշենից ու Կիրովաբադից ու չգիտեմ որտեղից մեքենաներ էին գալիս, մեջը լիքը կարելի ասել թշվառ հայեր իրենց ունեցվածք կոչվածը բարձած մեքենաների վրա տանջված դեմքով, մտահոգ դեմքով, այդպիսի դեմքով։ Հետո երեխաներն եկել էին նրանց տեսնելու համար։ Ես էլ գնացի ու մնացի։ Իսկ Մուստաֆայևի ընտանիքն անգամ այստեղ գյուղում հասցրել է տունը վաճառել։ Վերջանգամ ես հանդիպել եմ 90 թվականի հունիսի 6-ներ, 8-ներ, չգիտեմ տենց։ Ինք եկել էր, որ իրանց այն ժամանակ տան համար փող էին վճարում։ Բանից, գործկողմից։ Եկել էր, որ փողերը տանի, կարծեմ 30 քանի հազար ռուբլեր, 34,000 էր, ինչ էր տենց մի թիվեր, точно չեմ կարող հիշեմ։ Եկել էր, որ տանի, ստեղից մի քիչ ներքևի բանում պատահական հանդիպեցինք, ես մեքենայով ինքն իր մեքենա, պատահական հանդիպեցինք։ Այդտենց ողջագրվեցինք, դա բնականա ճանապարհեցինք այդտենց։ Դրանց ոչ չեմ տեսել։ Երբեմնի լուռ ու չխոստկան Մուստաֆայևին երբեք չէին էլ կարող պատկերացնել պետական ապարատում, բայց նա այսօր եկել է Հայաստանի սահման ու սահմանագծում է անում տանտիրոջ իրավունքով։ Տենում եմ դե տարբեր երկրների ա գնում, օրինակ մեկ-մեկ իմ մեջ ասում եմ, տես ուր հասավ շահենա, մենք էլ ես նույն վիճակից։ Օրինակ հավատական Կարնիկը Բաբաջանյան, Իսրելյան Անդրանիկը, ես Սաղ նույն ձևի սովորել ենք, սաղ ավարտել ենք, մենք ստեղելի գյուղով նստած ենք, բայց նա ինչ մակարդակի հասավ։ Տարիների անիվը հետ պտտելով Գարիկն ասում է, թե նրան իբրև եկվորի լավ են վերաբերել, դպրոցում խրախուսել, համալսարանում ոգևորել։ Տարիներ անց իմ մեջ, որ ես վեր եմ լուծում, էլի ես գտնում եմ, որ իրա նկատմամբ վերաբերմունքը մի քիչ ավելի մեղմ ավելի ուրիշ ծեր եղել, չգիտեմ, որպես ուրիշ ազգ, թե ինչ, որ որպես ինքը ուրիշ ազգերու լավ էր սովորում հայերեն, ամեն ինչ, ամեն բնագավառից էլ լավ այլել։ Հայերը եկվորին չնեղացնելու ու լավ վերաբերվելու առանձնահատուկ սովորություն ունեն։ Այս պարագան եւս բացառություն չի եղել։ Իսկ ինչ կասեին հիմա, երբ տեսնեին երբեմնի աշակերտին ու ընկերոջը։ Ես ամենից առաջ Շահենին պիտի տեսնեի որպես աշակերտ։ Այդպես պետք է տեսնեի եւ երևի սիրով մոտենայի իրան։ Բայց եթե տեսնեի նրա աչքերի մեջ թշնամին է խոսում, գուցե հարկ լիներ ես, գուցե եւ մորթեի իրեն։ Եթե թշնամի ենք։ Նանե Հայրապետյան, Էդիկ Մալաքյան, Արման Ղարիբյան, Կարեն Թադևոսյան, ABC Media։ Հայաստանն ու Ադրբեջանը հնայի համամասնությամբ ռազմական ոլորտում ամենամեծ ծախսերը կատարող երկրների տասնյակում են։ Եվրասիան գրել է, որ թեև երկու երկրները համաձայնության են եկել ժամանակավոր խաղաղության համաձայնագրի շուրջ անցյալ օգոստոսին, բայց այդուամենայնիվ Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտի կազմած տվյալների համաձայն Հայաստանն ու Ադրբեջանը 2025-ին աշխարհում ունեցել են հնայի համեմատ ամենաբարձր ռազմական ծախսերը։
Ադրբեջանը զբաղեցրել է 6-րդ տեղը 6.5%-ով, իսկ Հայաստանը 7-րդ տեղը 61%-ով։ Պաշտպանության վրա ամենաբարձր ծախսերը կատարած երկիրը, ինչը զարմանալի չէ, Ուկրաինան է 40%-ով։ Ռուսաստանը 7.5%-ով զբաղեցրել է 4-րդ տեղը Ալժիրից եւ Իսրայելից հետո։ Առաջին տասնյակում են նաեւ Պարսից ծոցի եւ Մերձավոր Արևելքի պետությունները։ Եմեն Հայաստանի վերաբերյալ բազմաթիվ նորություններ ունի։ Ազատություն ռադիոկայանը գրել է, որ ապրիլի 28-ին Եվրախորհրդարանում մեկնարկել է Հարավային Կովկասի երկրի վերաբերյալ քննարկում։ Օրեր անց պալատը նաև կքվեարկի Երևանին աջակցող բանաձևի շուրջ, իսկ հաջորդ շաբաթվա սկզբին երկիրը կհյուրընկալի եվրոպական երկրների մեծ մասի առաջնորդներին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում, որին կհաջորդի ԵՄ Հայաստան առաջին գագաթնաժողովը։ ԵՄ պաշտոնյաներին նամակով դիմաց Հայաստանի Հանրապետության ընդդիմադիր 6 ուժերն այսօր բողոքի ակցիա են արել Երևանում ԵՄ գրասենյակի դիմաց։ Մասնակիցները շեշտել են, որ ակցիան արժեքային է, ազատության, արդարության եւ մարդու իրավունքների համար է։ Կոչ են անում վերջ տալ երկակի ստանդարտներին, երեսպաշտ չլինել եւ կանգնել հանուն ժողովրդավարության։ Վերջում ընդդիմադիր ուժերը նամակ հանձնեցին Հայաստանում ԵՄ դեսպանին։ Տնտեսական հարաբերությունները հաճախ արտահայտվում են ոչ միայն թվերով, այլև որոշումներով, որոնք առաջին հայացքից կարող են տեխնիկական թվալ, բայց ունեն ավելի լայն ենթատեքստ։ Երբ խոշոր շուկաներից մեկը սահմանափակում է ներմուծվող արտադրանքը, հարցը դառնում է ոչ միայն որակի վերահսկման, այլև վստահության եւ փոխադարձ կախվածությունների մասին։ Այս ֆոնին յուրաքանչյուր նման քայլ վերածվում է ազդակի թե տնտեսության, թե քաղաքական հարաբերությունների համար։ Ռուսաստանում Փաշինյանի հանդիպումը Պուտինի հետ դեռ չեն մոռանում։ Ակտիվ քննարկում են հանդիպանը հնչած արտահայտություններն ու դրանց հետևանքները։ Կապիտալ Ռուսի հոդվածագիրը նուրբ համեմատություն է արել։ Փաշինյանի կոպտությունը Պուտինի նկատմամբ հակառակ արդյունքն ունեցավ։ Հետևանքները Փաշինյանի համար շատ դառն էին՝ հումհարով։ Հեղինակն ակնարկում էր օրեր առաջ Պրոշյանի կոնյակի կեղծման ու գործարանին լիցենզիայից զրկելու աղմկոտ պատմությունը։ Հիմա էլ Ռուսաստանը 338,000 շիշ ջերմուկի վաճառքն է կասեցրել։ Սպառողների պաշտպանությամբ զբաղվող Ռոսպատրեբնաձորը անհետաձգելի միջոցներ է ձեռնարկել Ռուսաստանի քաղաքացիների կյանքին եւ առողջությանը սպառնացող հնարավոր վնասը կանխելու համար։ Առաջադեմ տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Ռևոզ Յուսուբովն է հարցազրույցում ասել այս մասին։ Արգելքը վերաբերում է 2026 թվականի փետրվարի 17-ին եւ 2026 թվականի մարտի 5-ին արտադրված ապրանքներին։ Այս ջուրը սպառողներին հասանելի չի լինի, մինչեւ բոլոր փորձարկման փուլերը չավարտվեն։ Քաղաքագետը, սակայն սրա տակ թաքնված ավելի լուրջ խնդիրներ է տեսնում։ Էական ուշադրության արժանացնելով տենդենսը։ Բրենդների թիրախավորումը պատահական չէ։ Սա ջերմուկի հետ կապված առաջին դեպքը չէ։ Դեռ 2024-ին հապկի մասին հնչած հայտարարությունների ֆոնին ջերմուկ խմելու պատճառով մահվան դեպքն է դատական աղմուկ բարձրացնում, ապա Պրոշյանի կոնյակն է կեղծվում։ Օրեր անց էլ ջերմուկի 100,000-ավոր խմբականակ է հայտնվում թիրախում։ Ռուսաստանի համար այդ հարցերը նաև քաղաքական գործիքակազմի մաս են եւ հատկապես ապրիլի 1-ին Փաշինյանի հետ հանդիպմանը Ռուսաստանի նախագահը ակնարկեց, որ Ռուսաստանը կարող է դիտարկել այդ գործիքակազմի կիրառումը, եթե Երևանը նախընտրական շրջանում ոտնահարի Ռուսաստանի շահերը։ Եվ այս պարագայում իհարկե որևէ կերպ բացառված չէ, որ սա կարող է լինել այդ տրամաբանության մեջ գտնվող ինչ-որ գործողություն կամ որոշում, ցույց տալու համար, որ Ռուսաստանը գործնական է տրամադրված իր շահերը պաշտպանելու հարցում։ Սա փորձ է զսպելու անհնազանդ հարևաններին։ Ռուսական լրատվամիջոցներն են գրում այս մասին։ Տնտեսագետը հանգստացնում է, քաղաքական պրոցեսների արդյունքում առաջ եկած այս միջադեպը մեծ հավանականությամբ կհարթվի։ Այս համատեքստում պատահական չի համարում հենց հանքային ջրի ընտրությունը։ Այստեղ հարց է առաջանում, ինչու հենց ջերմուկը, այլ ոչ թե այլ գյուղատնտեսական ապրանք, որը շուտ փչացող է կամ եթե 1-2 շաբաթ պահես, էլ չես կարող մտցնես, որտեղ փչանալու է, որտեղ ջերմուկը այսպես թե այնպես մեծ ֆինանսական վնասներ չի առաջացնի, որտեղ հիմա եթե չմտա, ենթադրենք 2 շաբաթ լինի, 2 ամիս լինի, հետո մտնելու է եւ ֆինանսական օգուտները քաղելու է։
Անկախ քաղաքական ու տնտեսական ազդակներից վնասը տնտեսվարողն է կրում։ 338,000 շիշ խմբականակի ճակատագիրը պարզ չէ, եւ այդ որոշման մասին ոչ արտադրողին, ոչ Հայաստանում սննդի անվտանգությամբ զբաղվող մարմնին Ռուսաստանից տեղյակ չեն պահել։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Ռուսաստանի Դաշնության համապատասխան պատկան մարմիններից Ռոսպատրեբնադզորից կամ Ռոսսելխոզնադզորից պաշտոնական որևէ տեղեկություն, գրություն կամ նամակ ջերմուկի վերաբերյալ առայժմ չի ստացել։ Այս պահին ձեռնարկում են միջոցներ իրավիճակը պարզաբանելու, հասկանալու եւ համապատասխան քայլեր ձեռնարկելու ուղղությամբ։ Այս փուլում հայտնի է միայն, որ սահմանափակումը կիրառվել է Չեսնի знак թվային մագնշման համակարգի միջոցով, որը թույլ է տալիս կենտրոնացված կերպով արգելափակել կոնկրետ խմբականակների վաճառքը, մինչև լաբորատոր ստուգումների ավարտը։ Միաժամանակ ռուսական կողմը դեռ չի հրապարակել, թե կոնկրետ ինչ պարտադիր պահանջների խախտումներ են արձանագրվել։ Սեդա Գյուրեղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ազգային ժողովում է, քննարկումը լարված է անցնում։ Պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարել է, որ Վարդապետյանը սուտ փաստեր է հրապարակել, որի հիման վրա քրեական գործ է հարուցվել։ Հիմա էլ դատն է գնում, բայց չկա փաստ։ Լսենք Մանուկյանի հայտարարությունն ու դատախազի պատասխանը։ 18 արդարի տարեր նստացրել եք դատարանի դահլիճում ու ասում եք շատ արագ, հա շատ արագ, իրանք են ամենաշահագրգիռը, որ դատականություն այդ փաստերը մեջտեղ գան, որտեղ կպարզվի, որ քննչական մարմինները կեղծիք են արել, տոտալ գաղտնը լսել են, մոնտաժել են, հազարավոր ժամեր մոնտաժած, բերել դուք էլ ազգային ժողովի ամբիոնից ԿՊ-ին համոզել եք, որ Սարգսյան Արտուրին պետքա կալանավորել, որովհետև Սարգսյան Արտուրը ինչ որ երկաթի ասֆիկներով որոշել է անիվները ծակել, որը պարզվում որ սուտ է, ջուր։ Մեթոդը փոխեք, պարոն Մանուկյան, դուք դատարան չեք, դուք դատավոր չեք, հիմա ինչ տոնայնությամբ ասեք, ինչ տոնով իմ հետ խոսեք, վիրավորեք, փորձեք կպնել իմ արժանապատվությանը, խնդրեմ պարոն Մանուկյան։ Դրանից ձեր ասածը ճիշտ չի դառնում։ Կամ իմ մարմին, որը գնահատական է տալիս, դա դատարանն է։ Հրապարակային դատալսումներ են։ Ասում եմ, բան ունեք ասելու, գնացեք ստորագրեք ցուցմունք տալու համար քրեական պատասխանատվության տեղեկացման մասին ու ասեք այդ ամեն ինչը գրավոր որպես վկա։ Ո՞վ է ձեզ խանգարում։ Ոչ մեկ։ Որ մեթոդը փոխեք։ Գեղամ Մանուկյանը Վարդապետյանին է փոխանցել Բագրատ Սրբազանի հարցերը ուղղված նրան։ Այսպես կոչված գաղտնալսումները փորձաքննության ենթարկվել են, թե ոչ, դրանք մոնտաժված են, թե ոչ, քարոզչական նպատակներով կեղծված են, թե ոչ։ Ինչպես է դատախազը վերաբերվում այն հանգամանքին, որ մեղադրական եզրակացության մեջ եւ դրանից դուրս գտնվող այսպես կոչված գաղտնալսումների շուրջ 50%-ի համար գրված է չի լսվում, քանի որ որևէ մի կառույցի կողմից միջամտություն է եղել այն միտումնավոր ջնջելու, թե իսկապես չի լսվում։ Ինչին է վերաբերում հանրահայտ 2 հոգու գյուլելու եւ 15 հոգու բանտ տանելու այդքան չարչրկված արտահայտությունը։ Լսենք Վարդապետյանի պատասխանը։ Հուսում եմ, պարոն Մանուկյան, ձեր օրակարգը կարողացաք իրականացնել այսօր եւ ձեր բոլոր վիրավորանքները, որ ձեր հարցի անվան տակ թաքցրել եք, ինձ համար պարզ է նպատակը։ Դուք հիմա ուզում եք, որ ես մոտավորապես նույն ոճով պատասխանեմ ձեզ, օրինակ ոնց որ դուք եք ինձ վիրավորում, ես իջնեմ այդ մակարդակի սկսեմ վիրավորել ձեզ ու դառնա այն, ինչի մեջ երևի դուք շատ հմուտ եք։ Բայց ես այդպես բան չեմ արել ու չեմ անելու։ Մեղադրյալ Գալստանյանը իր հարցադրումները դատաքննության փուլում, եթե այդքան ուզում են, որ ապացույցները հետազոտվի, ուրեմն թող չխոչընդոտեն, անիմաստ միջնորդություններ չներկայացնեն դատարանին, թույլ տան, որ գործը սկսի դատաքննության փուլ անցնել եւ իրենք իր բոլոր հարցադրումները ներկայացնեն։ Բոլոր միջնորդությունները, որոնք դուք վկայակոչել եք դատարանի կողմից, որտեղ վարույթն իրականացնող մարմինը դատարանն է, որոշումներ կայացվել են, մերժվել են, ինձնից լավ գիտեք, եւ որևէ մեղադրյալի հարցադրում ես չեմ պատկերացնում, որ ազգային ժողովում պիտի քննարկվի։ Մեղադրյալի հարցադրումները քննարկվում են դատաքննության ընթացքում։ Պակիստանի առևտրի նախարարությունը հայտարարել է, որ Պակիստանն Իրանի համար բացել է 6 ցամաքային տարանցիկ միջանցք Հորմուզի նեղուցը շրջանցելու նպատակով։ Միևնույն ժամանակ Թեհրանը հայտարարում է, չի պատրաստվում զիջումների գնալ։ Իրանը չի հանձնվի եւ չի բանակցի ճնշման ներքո, չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումներին։ Կահիրեում հայտարարել է Իրանի դեսպանը։ Դիվանագետի խոսքով Իրանը թույլ չի տա, որ ԱՄՆ-ն իրենց հետ խոսի ուժի դիրքերից։
Տարածաշրջանային ուժերի դասավորությունը նոր փուլ է մտնում, որտեղ ռազմական ներկայությունը այլևս միակ գործիքը չէ ազդեցություն պահպանելու համար։ Վաշինգտոնը կարծես անցնում է ավելի ճկուն ռազմավարության, նվազեցնելով անմիջական ռազմական ներգրավվածությունը, բայց միաժամանակ ուժեղացնելով իր դիրքերը քաղաքական, տնտեսական եւ լոգիստիկ ուղղություններով։ Այս փոփոխությունների ֆոնին առանցքային դերակատարները վերագնահատում են իրենց տեղն ու հնարավորությունները ձևավորելով նոր հավասարակշռություն տարածաշրջանում։ Ինչ է փոխվում տարածաշրջանում եւ ինչ դեր ունեն Իրանն ու նոր տրանսպորտային նախագծերը այս գործընթացում, ռեպորտաժում։ Վաշինգտոնն ու Թեհրանը շարունակում են փակուղային բանակցությունները միջուկային ծրագրի շուրջ, իսկ այդ նույն ընթացքում Միացյալ Նահանգները տարածաշրջանում փոխում է իր խաղի կանոնները։ Մի կողմից ամերիկյան զորքերը լքում են Իրաքի կարևոր ռազմաբազաները, մյուս կողմից Վաշինգտոնը նոր ակտիվություն է ցուցաբերում Հարավային Կովկասում Ադրբեջանի հետ քննարկելով Թրամփի երթուղի թրիփը։ Ռազմական ներկայության կրճատում, բայց քաղաքական ազդեցության պահպանում նոր մեխանիզմներով։ Այս վերադասավորումների կենտրոնում կրկին Իրանն է, որպես տարածաշրջանում Միացյալ Նահանգների գլխավոր հակակշիռ։ Ինչ փուլում են այսօր Միացյալ Նահանգներ-Իրան հարաբերությունները եւ ինչու Իրաքից զորքերի դուրսբերումն ու թրիփը կարող են նույն ռազմավարության մաս լինել։ Կարողացություն է պահպանվում Միացյալ Նահանգներ-Իրան հարաբերություններում, սակայն Վաշինգտոնը միաժամանակ փորձում է վերաձևել իր ներկայությունը Մերձավոր Արևելքում, փոխելով ոչ միայն ռազմական, այլև տնտեսական ու աշխարհաքաղաքական առաջնահերթությունները։ 2026 թվականի ապրիլի 28-ի դրությամբ Թեհրան-Վաշինգտոն ուղիղ հարաբերությունները շարունակում են մնալ խիստ բարդ փուլում։ Միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները փաստացի փակուղային վիճակում են, իսկ կողմերի միջև վստահության ճգնաժամը խորացած։ Միացյալ Նահանգները շարունակում է պահանջել Իրանի միջուկային ծրագրի սահմանափակումները, մինչդեռ Թեհրանը պնդում է, առանց պատժամիջոցների վերացման որևէ նոր համաձայնություն հնարավոր չէ։ Թրամփի վարչակազմը այսպիսի, այսպես ասենք, ռազմավարություն արդեն իսկ մշակել էր եւ մինչեւ Իրանի դեմ գործողությունները արդեն Միացյալ Նահանգները թե Սիրիայում, թե Իրաքում նաեւ որոշակիորեն կրճատել էր իր ներկայությունը։ Դա ընդհանուր առմամբ կարծում եմ, որ Միացյալ Նահանգների նոր ռազմավարության համատեքստում է։ Այս ֆոնին Վաշինգտոնը նաև վերանայում է իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում։ Մարտի 17-ին հայտնի դարձավ, որ Միացյալ Նահանգները մոտակա շաբաթներին դուրս կբերի իր զորքերը Իրաքի մի շարք կարևոր հենակետերից։ BBC-ի փոխանցմամբ ամերիկյան զորքերը կհեռանան Ալ-Քայմից եւ եւս 2 ռազմավարական բազաներից։ Իրաքում գործող 8 հենակետից 3-ը թողնելու որոշումը դիտարկվում է որպես ազդակ, որ Միացյալ Նահանգները ցանկանում է կտրուկ կրճատել իր ռազմական ներկայությունը երկրում։ Ալ-Քայմում նախատեսված է նաև պաշտոնական արարողություն, որի ընթացքում ամերիկյան կողմը սարքավորումները կհանձնի Իրաքի բանակին, տարածքի անվտանգության վերահսկողությունը տեղական ուժերին փոխանցելու նպատակով։ ԱՄՆ-Իրան վերջին հակամարտություն, ակտիվ հակամարտության փուլը ցույց տվեց, որ որքան տարածաշրջանում շատ են Միացյալ Նահանգների հետաքրքրության գոտիները, ինչպես նաև անձնակազմը, տեղակայված ռազմակայանները, այնքան մեծ է Միացյալ Նահանգների խոցելիությունը։ Սակայն ռազմական ներկայության կրճատումը չի նշանակում տարածաշրջանից լիարժեք հեռացում։ Փորձագետների գնահատմամբ Վաշինգտոնը պարզապես փոխում է իր գործիքակազմը, ռազմական ներկայությունը զուգակցելով տնտեսական եւ լոգիստիկ նոր նախագծերով։ Դրա օրինակներից մեկն էլ հենց Թրամփի երթուղին է։ Վաշինգտոնը Իրանի դեմ կիրառում է այսպես հիբրիդային բավականին լայն գործիքակազմ, որը ներառում է ռազմական գործողություններից մինչև առավելագույն ճնշման այլ ազդեցիկ եւ հաճախ նույնիսկ ոչ երևելի գործիքակազմ, այլ վերջերս նաև տեղեկատվություն տարածվեց Իրանի կողմից, որ տարիներ շարունակ Վաշինգտոնի կողմից Իրանի նկատմամբ կիրառվել է կլիմայական զենք։ Վերջին շաբաթներին հայտնի դարձավ, որ Միացյալ Նահանգներն ու Ադրբեջանը սկսել են Թրամփի երթուղու շուրջ տեխնիկական բանակցությունները։ Թրիփը դիտարկվում է որպես նոր տարածաշրջանային լոգիստիկ նախագիծ, որը կարող է վերափոխել հաղորդակցային քարտեզը Հարավային Կովկասում, կապելով տարբեր տնտեսական ուղղություններ եւ ուժեղացնելով Միացյալ Նահանգների ազդեցությունը առանց ուղիղ ռազմական ներգրավման։ Այս համատեքստում Իրանը զգայուն է արձագանքում ցանկացած նախաձեռնության, որը կարող է փոխել տարածաշրջանային ուժային հավասարակշռությունը կամ շրջանցել իր ռազմավարական
շահերը։ Թեհրանի համար հատկապես կարևոր է Հարավային Կովկասում սահմանների անփոփոխության սկզբունքը եւ ցանկացած նոր միջանցքային նախագիծ այստեղ անմիջապես ընկալվում է անվտանգության տեսանկյունից։ Այսպիսով Իրաքի ձորքերի մասնակի դուրսբերումն ու թրիփ միջանցքի շուրջ ակտիվացումը դիտարկվում են ոչ թե առանձին գործընթացներ, այլ Միացյալ Նահանգների նույն ռազմավարության մաս։ Նվազեցնել ուղիղ ռազմական ներգրավումը, բայց պահպանել ազդեցությունը նոր քաղաքական եւ տնտեսական մեխանիզմներով։ Իսկ այդ վերադասավորումների կենտրոնում շարունակում է մնալ Իրանը որպես տարածաշրջանային առանցքային դերակատար եւ Վաշինգտոնի գլխավոր հակակշիռներից մեկը։ ՄԱԿ-ը հայտնել է, որ ԱՄՆ-ի եւ Իսրայելի դեմ պատերազմի սկզբից ի վեր Իրանում առնվազն 21 մարդու է մահապատժի ենթարկել, իսկ ավելի քան 4000-ին ձերբակալել։ Այս տարվա հունվարին տեղի ունեցած բողոքի ցույցերի համար մահապատժի է ենթարկվել 9 մարդ, 10 մահապատժի է ենթարկվել տերորիստական խմբավորումներին անդամակցելու եւ 2-ը լրտեսության մեղադրանքով։ Իսկ բուքմեյքերներն ավելի քան $2 միլիարդ խաղադրույք են ընդունել կապված ԱՄՆ-Իրան հակամարտության հետ։ NBC News հեռուստաալիքը վերլուծել է խաղադրույքները աշխարհի ամենահայտնի բուքմեյքերական հարթակներից մեկում։ Մասնավորապես փող կարելի է դնել այն բանի վրա, թե երբ ԱՄՆ-ն հաջորդ հրթիռային հարվածը կհասցնի Իրանին։ Միջազգային մյուս լուրերը ռեպորտաժում։ Իրանը հենց նոր մեզ տեղեկացրեց, որ գտնվում է կոլապսի մեջ։ Նրանք ցանկանում են, որ մենք հնարավորինս շուտ բացենք Հորմուզի նեղուցը, սոցցանցի իր էջում գրել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Միացյալ Նահանգների նախագահը Սպիտակ տանն ընդունել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ին ու նրա կնոջը։ Ամերիկացիները բրիտանացիներից ավելի մտերիմ ընկերներ չեն ունեցել, ասել է Թրամփը, ապա հավելել. Իմ մայրը շատ էր սիրում Բրիտանիայի թագավորական ընտանիքը, բայց մի օր նա ասաց. Չարլզը շատ լավիկն է։ Իմ մայրը սիրահարված էր Չարլզին։ Մեծ Բրիտանիայի թագավորի պատվին կազմակերպված պաշտոնական ընդունելությունն ավարտվել է F-35 կործանիչների թռիչքով։ Իդեպ Միացյալ Նահանգների անկախության 250-ամյակի առթիվ Պետդեպարտամենտը կթողարկի սահմանափակ քանակությամբ անձնագրեր, որի ներքին շապիկին պատկերված կլինի նախագահ Թրամփը։ Արաբական Միացյալ Էմիրությունները մայիսի 1-ին կլքի նավթ արտահանող երկրների կազմակերպությունը OPEC-ն ու OPEC+-ը։ Երկրի էներգետիկայի նախարարն ասել է, որ որոշումը կայացվել է երկրի էներգետիկ ռազմավարությունների վերանայումից հետո։ Նա ասել է, որ Աբու Դաբին որոշել է դուրս գալ կազմակերպությունից առանց իր գործընկերների հետ խորհրդակցելու։ Երկրի դուրս գալը կարող է մեծ հարված հասցնել ամբողջ նավթային դաշինքին եւ դրա ոչ պաշտոնական առաջատար Սաուդյան Արաբիային։ Սպիտակ տնից, Թեհրանից կամ տարածաշրջանից ցանկացած հայտարարություն միայն բարձրացնում է նավթի գները, հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։ Ավելի լավ կլիներ ոչ ոք ոչինչ չասեր։ Ամեն անգամ, երբ նրանք փորձում են կարգավորել շուկան, նավթի գներն ավելի են բարձրանում։ Մենք շատ դժվարին իրավիճակում ենք, նշել է նա։ Գողացված ապրանքներ գնելը հանցագործություն է, այդ թվում Ռուսաստանի կողմից Ուկրաինայի օկուպացված տարածքներից գողացված հացահատիկը։ Սա օրինական բիզնես չէ։ Իսրայելը չի կարող պնդել, թե չգիտի, թե ինչ է մտնում իր նավահանգիստներ, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նա խոստացել է պատժամիջոցներ կիրառել։ Կիևն ամեն օր կորցնում է տարածքներ եւ դիմում ահաբեկչության, չկարողանալով կանգնեցնել ռուսական զորքի առաջխաղացումը, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Մինչև մայիս մնացել են հաշված օրեր, սակայն Մոսկվան ու Մոսկվայի մարզը շարունակում են պատված մնալ ձյունով։ Չնայած դրան, մայիսի 9-ի շքերթն անպայման տեղի կունենա, վստահեցրել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Եվ վերջում, Աթենքում 89-ամյա տղամարդը, որ սորդական հրացանով ներխուժել է շենքեր ու կրակ բացել մարդկանց վրա։ Նա նախ մտել է Հունաստանի սոցիալական ապահովագրության հիմնադրամի շենք, բարձրացել 4-րդ հարկ, կրակել աշխատակիցներից մեկի վրա։ Կարճ ժամանակ անց տղամարդը ներկայացել է Աթենքի վերաքննիչ դատարան, նույն սցենարով բարձրացել 4-րդ հարկ եւ կրակ բացել, այս անգամ թիրախավորելով 4 քարտուղարուհիներին։ Նրա դրդապատճառները դեռևս անհայտ են։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Մեր տեղեկություններով Ադրբեջանի պատվիրակությունը Շահին Մուստաֆայևի գլխավորությամբ այս պահին աղվերանում է, մեր նկարահանող խումբը նույնպես այնտեղ է, այս պահին միանանք նրանց եւ տեսնենք, թե ինչ է կատարվում այնտեղ։ Անի, բարի օր, դու եթերում ես, խնդրում եմ ներկայացրու, թե ինչ է կատարվում այս պահին աղվերանում։
Բարի օր Գառնի, մենք այս պահին գտնվում ենք Աղվերանի դեպի Ծիրան ռեզորտ տանող ճանապարհահատվածին, որը փակ է, պետական պահպանության ծառայության աշխատակիցը մեզ թույլ չտվեց դեպի վերև ռեզորտի ավելի մոտ տարածք գնալու համար, ասաց, որ մասնավոր հատված է, ներս մտնել չեք կարող, բայց մինչ այս երբևէ նման խնդիր չի եղել։ Տեղեկություն ունենք, որ Մուստաֆայևի գլխավորած պատվիրակությունը այսօր հենց այս հյուրանոցում է, իսկ առավոտյան, ինչպես արդեն գիտենք, ադրբեջանական ինքնաթիռով այստեղ է եկել Երևանում էր Շահին Մուստաֆայևը, այլ տեղեկություններ այս պահին չունենք, կփորձենք ընթացքում բարձել, հասկանալ, թե ինչու թույլ չեն տալիս, գուցե ընթացքում կարողանանք, այստեղ այլ լրատվամիջոցներ էլ կան, միասին փորձենք բարձրանալ ավելի մոտ հյուրանոցին, որպեսզի ավելի մանրամասն տեղեկություններ իմանանք։ Այս պահին ավելացնելու բան չունեմ, Գառնի։ Շնորհակալ եմ Անի, Աղվերանից ուղիղ միացմանը կարող եք հետևել YouTube-ի մեր ալիքում։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր հարթակներում, ժամը 18-ին եթերում կլինի ABC Newsroom-ը։